Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ։ Եթերում առաքելություն հեռուստացրագրի հերթական թողարկումն է։ Ես Բալաբեկ Բարսամյանն եմ։ Հարգելներս, նախքան ծրագիրը սկսելը ուրեմն հիշեցնեմ, որ այսօր Ասպարես օրաթերթի 107-րդ տարելիցն է, որի կապակցությամբ մեր հեռուստատեսության ողջ ազնագազմի անունից ուզում եմ շնորհավորել Ասպարես օրաթերթի ողջ ազնագազմին եւ ցանկանալ երկար տարիների կյանք։ Սա այն թերթն է, որը Միացյալ Նահանգներում իր մեծ դեր ու նշանակությունը ունի մեր համայնքի կյանքում եւ իր ամենօրյա ուրեմն նորություններով, լուրերով հաճույք է պատճառում բոլորիս եւ տեղեկացնում է բոլորիս, ինչ անցուդարձ կա ընդհանրապես ողջ աշխարհում։ Այսօրվա մեր հիմնական թեման պետք է լինի ուրեմն իսլամական պետության սպառնալիքը, ոչ միայն ուրեմն միջին արևելքի երկրների համար, այլ նաև ողջ աշխարհի։ Այս կապակցությամբ առաքելություն հեռուստացրագրի հյուրն է պատմաբան, քաղաքական մեկնաբան դոկտոր Կարո Մոմջյանը։ Բարի օր ձեզ հարգելիս։ Բարև։ Շնորհակալություն եմ։ Խնդրեմ։ Ուրեմն մաղթում, որ հրավերք ընդունեցիք եւ ուրախ եմ, որ մշտականորեն հատկապես այս տեսակի հարցերի շուրջ քաղաքական, որ պետք է կիսվում ենք մեր ժողովրդի հետ, ձեր կարծիքը եւ ձեր գիտելիքները շատ կարեւոր են մեզ համար։ Ընկեր Կարո, իսլամական պետություն կուզենայի որ այստեղից սկսենք, որովհետեւ արդեն մի շարք գերհզոր երկրների առաջին դեմքերի բերանից հնչում է իսլամական պետություն արտահայտությունը, սա իսլամական կազմակերպություն է, որոնք որ ձգտում են պետության կամ արդեն դարձան պետություն, ինչ է սա, հենց այստեղից սկսենք լուսաբանենք մեր ազգաբնակչությանը։ Հարցի բացատրությունը շատ երկար պատմական վերլուծության կգարոդի, սակայն մենք այդ ժամանակը չունենք Բալաբեկ, բայց ասկանը ասենք, որ իսլամական պետություն ջանցված առարգան այս օրերուն իրականության մեջ է իսլամական խալիֆայությունը, որ լուծված էր 1925 թվականին, երբ որ Մուստաֆա Կեմալ Աթաթուրքը Թուրքիո մեջ, նոր Թուրքիո մեջ, թրքական հանրապետության մեջ լուծեց Օսմանյան գայսրությունը եւ խալիֆայությունը։ Այդ թվականեն ի վեր իսլամներու մեջ առհասարակ, որովհետեւ իսլամներու բարակային մարգարեեն ի վեր միշտ իշխած են, ասենք մարգարեի հաջորդը, որ խալիֆա անունով գջանցվի, խալիֆ կամ խալիֆա։ Այսօր բադահածը այդ է, որ աս խումբը, որ վերջավորության Դաեշ կգոչվի, աս կգոչվի, ատ կգոչվի զանազան անուններով, որը վերջին 5-6 տարիներուն հատկապես ավելի ամրագրեց իր գոյությունը Սուրիո եւ Իրաքի գարկ մտարածներուն վրա, եկավ մեջտեղ իբրև իսլամական պետություն, սակայն իսլամական գոմեն դիտված ադիգա իսլամական խալիֆայության վերածնունդն է։ Եվ երբ որ իսլամական խալիֆայություն գծնի կամ գահայդարարվի, աշխարհի իսլամներուն վրա բարդականություն կտրվի, որ ընտարաչեն անոր գոյության եւ ընդունին զայն։ Այս բարակային գխոսինք հատկապես իրենց գրոնական գղերներու մասին է, որոնք կընդունին կամ չեն ընդունիր ստեղծվածը։ Հետևաբար եթե այդ իմաստով նայենք, պիտի տեսնենք, որ բոլոր այն երկիրներու մեջ, ուր իսլամական շարժումներ կան, այդ իսլամական շարժումներեն շատերը եւ անոնց ղեկավարները ընդունած են իսլամական խալիֆայության ծնունդը եւ Աբու Բաքր Բաղդադիին գտնունին իբրև նոր խալիֆան իսլամական պետության։ Հիմա արևմտյան իմաստով դիտել արծի քիչ մտարբեր է, որովհետև արևմուտքը գշարժի ընդհանրապես ճանաչողության իմաստով պետություններու եւ pedagogan համագարկերու։ Մինչեւ հիմա ովևէ մեկը, այո, մինչեւ հիմա ովևէ մեկը այդ իմաստով ճանաչում չէ շնորհած, ոչ էլ արաբական պետությունները, այսինքն ճանաչում շնորհած են, այլ միայն շարժումներ են, որոնք ճանաչում շնորհած են այս խալիֆայության։ Արևմտյան երկիրներու մոտ հորշորչումը, որ գործածվի իսլամական պետություն, ցևոմը դե ֆակտոյի
բարական գա դե ֆակտո եւ դե յուրեի եթե իմաստով դերտանք որ դե ֆակտո ասիա գջանցվի իբրև բեդություն եւ ադիա հետաքրքրական երևույթ է որովհետեւ երբ որ չես ընդունիր օբյեկտիվը կոյությունը ինչպես զայն գոչես բեդություն անունով եւ աս հիմնական խնդրեմ կհարաճացնե քաղաքական շրջանակներու մոտ ես գարչ բացատրությունը դվի անշուշտ շատ ավելի կարելի է խորանալ նույնի մեջ Կարող այս պետության ծնումը, այսպես ասած, դեռ վաղուց կար, թե վերջին շրջանում Թուրքիայի քաղաքական կամ քաղաքական առումով Թուրքիայի անկումը խթան հանդիսացավ, որպեսզի այս շարժումը ավելի գլուխ բարձրացնի։ Տեսեք, նորեն գրոնակաղաքական իսլամությունը գրոնք չէ միայն, այլ գրոնք քաղաքականություն, հասարակություն իրար խառնված մեկ ամբողջություն է։ Սկիզբեն է վերասունք ունեցած են ցևը, որ կգաղավարվի իսլամական ումման, այսինքն ասկը, բայց պետք է չագերել, որովհետև ասկ հասկացողությունը արևմտյան հասկացողություն է, ասբարակային քիչ մդարբեր հարց է։ Աշխարհի բոլոր իսլամները պետք է ղեկավարվին խալիֆայի մգոմե։ Մարգարեին օրերեն հաստատված է այդ մեկը։ Մարգարեին հաջորդները գոչվեցան խալիֆաներ, Ատկևերջի եկավ գոյություն ունեցավ Օմայյադ խալիֆայությունը, Աբբասիդ խալիֆայությունը, Ֆաթիմիդները եւ այլն, վերջավորության օսմանցիներուն անցավ Օսմանյան գայսրության ղեկավարին, սուլտանին անցավ այդ խալիֆա գոչումը 1925-ին գասեցվեցավ ադիգա իսլամներու համար հատկապես փան իսլամներու ծայրահեղ իսլամական շարժումներուն համար հիմնական հարց է խալիֆայության վերահաստատումը, որովհետև իրենք եթե կհավատան, որ իսլամական երկիրները, որ այսօր կան ճագերտված, արդեն դուրս են եկած խալիֆայի կամ ասպես կոչված մարգարեի մաքուր ջամփեն եւ պետք է ետ վերադարձվի թեպի այդ հին մաքուր օրերը, ուրեմն խալիֆայությունը պետք է ետ վերահաստատվի։ Եվ այս վերահաստատումը, որ գտեսնենք ISIS-ի բարակային կամ ISI բարակային, ուրիշ բան չէ, եթե ոչ վերահաստատումը այն խալիֆայության, որ 25-ին ի վեր գասեցված էր եւ որը արաբ ավելի չսենք իսլամ աշխարհին համար շատ կարևոր հանգամանք է։ Թե աբակային ուր գահասնի ասմեգը իբրև բեդություն ինչ ճանաչումի բիդակներու դակ, որովհետեւ իսլամական խալիֆայության բարակային երբ որ գա խալիֆամը ատկա ավելի բարձր աստիճանի կամ նույն աստիճանի ղեկավար գոյություն չունենար նույնիսկ երկիրներու նախագահներ կամ նույնիսկ թագավորներ ենթակա են ադոր գտան շատ իշխաններ գոչվիլ ամիրներ եւ հետաքրքրական է որ ազգազմվել են վերջի իսլամական պետության մենք տեսանք թե զանազան շրջաններում մեջ իսլամ ծայրահեղական շարժումներու բեդերը արդեն սկսան դրվիլ անոնց սկսավ դրվիլ իշխան դիդրոսը որը կնշանակի ամեն մեկ արաբական կամ իսլամական երկրի մեջ ուր ծայրահեղ շարժումը գա ասնոր իշխանը պիտի դաբալե այդ գոյություն ունեցող գարկերը եւ ստեղծե գարկեր որ պիտի կան եւ միանան ցեվոլմը իսլամական պետության հետեւաբար իսլամական պետություն գոչվածը միայն այսօրվա իր սահմաններով կամ լբրձուն սահմաններով ջանցված ISIS հասկացողությունը չէ, այլ բոլոր իսլամական երկիրներու վրա իսլամական խալիֆայության հարաճացումը եւ իսլամները մեկ ղեկավարի ներքև ղեկավարվելու հիմնական հարցն է, որ հարաճ կմղվի։ Բավականին վերջերս երբ կրոնական առաջնորդների խորհուրդ տեղի ունեցավ միջազգային գդրվածքով առաջնորդները եկան այն հայտարարության, որ սա կրոնական պատերազմներ չի, հատկապես այդ տարածաշրջանում։ Եվ կարծես թե մի փոքր հանդարտվեց այս խնդիրները։ Բայց եւ այնպես իսլամ ծայրահեղականները, ինչպես դուք եք շեշտում, գլուխ բարձրացրեցին եւ այսօր վատկացության մեջ են գցել նախագահներին, հատկապես գերհզոր երկրների նախագահներին եւ ընթերնում ենք լուրերը, արդեն արտգործնախարարները իրենց շրթունքներից արտահայտում են իսլամական պետություն բառակապակցությունը։ Ինչ կարելի ասել, սա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ կարելի է համարել։ Հիմա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ կամ երրորդ համաշխարհային պատերազմը դեղի չունենալու հույսով ավելի նեղ սահմաններու մեջ պատերազմ կամ պատերազմներ կարելի է,
որովհետև միջազգային մտածելակերպը երկու համաշխարհային պատերազմներ տեսնել է եկած այն հստակ համոզում, որ միջազգային պատերազմի բավարարային հաղթող եւ բարդվող գոմ չլար, այլ բոլորը կբարդվի, որովհետեւ մանավանդ այսօրերուն եթե նկատի ունենանք հյուրիական զենքերու գոյությունը ան եւ այլն, արդեն հարցը քիչ մը դարբեր իմաստներ կունենա, որովհետեւ ամեն բանի վերջ կնշանակի։ Սակայն հոն չերտալով դակավին հարցերը լուծել կոնվենցիալ ասպես կոչված միջոցներով, զենքերով եւ այլն, ադիգա կարելի է եւ ադիգա գտեսենք որ արդեն որ առնվազն սկսավ 2010-ին, երբ որ արաբական քարուն ասպես կոչված հորշորչումով շարժումը մեջտեղ բերվեցավ, որը ես կգարձեմ որ արևմուտքի կողմէ ղեկավարված եւ ցեվով արաբական աշխարհը իսլամական այս ծայրահեղությունները դուրս բերելու բաներ միտում ուներ, որը սակայն չհաջողեցավ, գսենք մեկ կողմէ չհաջողեցավ, առանց չանդրադառնալու նաև, որ դերևս սպասվածն ալ ասիգա էր, որ իսլամական ծայրահեղական հարցը երտամինչև ծայրը քաոս տեղի ունենա միջին արևելքի եւ շարք այլ շրջաններու մեջը, եւ այդ քաոսի գոյությունը գոկնե արևմուտքին, որբեսի ինքը միշտ բաժնե որ դիրեսի քաղաքականությունը վարե։ Չմոռնանք, որ վերջին 300 տարիներու ընթացքին նույնիսկ Օսմանյան գայսրության գոյության օրերեն արևմուտքը իր հadoop թիրքը ուներ միջին արևելքի մեջ, Թուրքիո մեջ կապիտուլացիոններու բարով եւ այլն, եւ աս շրջանները իր շուկաներն էին։ Իսկ որ յուղը գտնվեցավ աս շրջանի մեջ, շատ ավելի կարեւոր դարձան, բայց կարեւոր էր նաեւ որ աս երկիրները քաղաքական մգան ցույց չկրնան տալ, մնամ միշտ հեղեղուկ, մնամ միշտ տգար իրավիճակի մեջ։ Եվ այդ տգար իրավիճակը գկոյանա միայն նման գացությունները, երբ պատերազմական վիճակներ կան, սոցիալ անթորությունը խանգարված է այդ շրջաններում մեջը, եւ հետեւաբար արևմուտքը գրնա շատ ավելի լավ ցևով, իր պետք եղած ցևով բարեմբիրի չի վախտամ գտել այդ երկիրներու հարստությունը։ Այսօր գսեին գայսերաբաշխության կոլոնիալիզմի բանն է, մտածելակերպն է, որը ես կգարձեմ դակավին Եվրոպայի արևմուտքի համար իզորու է եւ այդպես կմնա։ Անցնենք կարճ դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը հարգելիներս կարճ դադարի եթերում։ Հարգելիներս շարունակում եմ զրույցս պատմաբան եւ քաղաքական մեկնաբան դոկտոր Կարո Մոմջյանի հետ։ Այսօրվա մեր հիմնական նյութն է իսլամական պետությունը սպառնալիք է ոչ միայն միջին արևելքի երկրների համար, այլ նաեւ ողջ աշխարհի։ Շարունակենք հարգարժան դոկտոր։ Թուրքիան հանդիսանում է եւ դա ճանաչվեց արդեն որ իսլամական ծայրահեղականների, այսպես ասած, որջը եւ այսօր ճակերտավոր պայքարում է ուրեմն այս պատերազմի մեջ է մտել եւ ռմբակոծում է փաստորեն քրդերին, հատկապես բանվորական կուսակցության դիրքերը։ Մի կողմից նայում ենք, որ պետք չէր Թուրքիան որ այդ դիրքը բռներ, բայց այդ ամեն ինչը կարծես իր շահերից է գալիս եւ օգտվելով առիթից փորձում է սանձարձել քրդերին, որպեսզի քրդական պետությունը չձևավորվի։ Այս երկու երկրների պայքարների միջև կամ այս երկու երկրների իբրև տարածաշրջան որովհետեւ զուգահեռականներ կապեր տեսնում եք։ Շատ կարևոր հարց է դրածդ Բալաբեկ, բայց նաև շատ խոր։ Նորեն պիտի փորձեմ շատ բարձ ցևով պատասխան մտալ, որպեսզի ժողովուրդը հասկանա թե բանն ինչու՞մ է։ Նորեն հարցը գերտա վերջին 5 տարիներու, 6 տարիներու արաբական քարնան շարժումի ստեղծումի բանով հարցով եթե նկատի ունենաս թե ինչ պատահեցավ 2010-ի գեսերենը սկսյալ
եւ գշարունակվի մինչեւ այսօր միջին արևելքի մեջ, պիտի տեսնես, որ արաբական կառունը զարգավ միայն այդ պետություններուն, որոնք նախ իսլամուտենը արդեն գրեթե բավական հերացած էին եւ լայիկ պետություններ էին, այսինքն իսլամական գրոնքը չէր որ գիշղեր այդ երկրի վրա, ինչպիսին է բարական օրինակի համար առնենք Սեուդական Արաբիո, Գալֆի, ասպես կոչված ծոցի գարկմի երկիրներու մեջ, այլ թիրախը ընդրված էր բոլոր այդ պետությունները, որոնք դուրս եկած էին հասկացությունեն եւ նորմալ պետություններ սարքած էին, որովհետեւ իրենց մեջ նաեւ ունեին փոքրամասնություններ, որոնք իսլամ չէին եւ հետեւաբար որբեսի քաղաքացիությունը շեշտվի, քան թե գրոնական հանգամանքի երկրին, ցեվով ասպես ստեղծած էին լայիկ կառավարություններ, ինչպես էր բարական Սուրիո, ինչպես է բարական Իրաքի, ինչպես է բարական նույնիսկ ապրիկյան ցամաքամասի հյուսիսային գարկմի երկիրներու մեջ, Թունուզը, Ալժերը, Լիբիան մեջ առնելով եւ այլն եւ այլն։ Ասոնք ատչաբալ իսլամական զորավոր բան չունեին, այլ ղեկավարները Տեգուս իրենք ալ պրոբլեմներ ունեցող, մեջ առնելով նաև հիմնական երկիրը, ուր իսլամությունը բավական զորավոր արմատներ ուներ Եգիպտոսի եւ տեսանք, թե Եգիպտոսի մեջ ինչպես երբ որ բարաբությունը կոյացավ, իսլամները եկան, իսլամիստները եկան եւ արին իշխանությունը եւ յետքը արևմուտքը պետք է նոր հեղափոխություն մսարկեր, որպեսզի իսլամիստներուն յետ դուրս անե հասկացությունեն։ Թուրքիան այս բոլոր բարականերուն Թուրքիո իշխող գուսակցությունը վերջավորության իսլամիստ գուսակցություն է։ Հիմա ծայրահեղ չէ ավելի մեղմ է ասիան է, բայց իրեն կորձին գուկար, որ իսլամական աշխարհումները զարգանան ցևոմ։ Բայց իր կորձին չգածը ադիգայեր, որ իսլամական այս շարժումներու զարգացումին հետ նաև մեջտեղ կա այլ հարցը, որը պիտի վտանգե իր ասկային ապահովությունը եւ այդալ վերջին 10 տարիներու ընթացքի մեջտեղ եկած քրդական հարցն է, որը սկսավ Իրաքի ներքին իբրև հարց, ստեղծելով հյուսիսային Իրաք կամ Քուրդիստանը եւ հիմա կսպառնա Թուրքիո ասկային անվտանգության։ Թուրքիան արդեն հիմնական խնդրի առջև էր, որովհետեւ մեկ կողմեն աշխատակցեր իր իսլամիստ բաներուն հետ, բարեկամներուն հետ, ասպես կոչված Սաուդական Արաբիան, Կատարը, Քուվեյթը եւ այլն, բայց մյուս կողմեն նաեւ վախ ուներ քրդական պետությամը զարգացումեն եւ մեջտեղ կալեն։ Հիմա հիմնականի մեջ նորեն երկար հարցը գարցնելով ասենք հետեւյալը։ Եվրոպան միտքը դրած է, որ սահմաններու փոփոխություն դեղի պիտի ունենա, որովհետեւ ինչ որ Սայքս-Պիկոն 1916 թվականին կամ 1920-ին Սևրի տաշնակրով կծված սահմաններով երկիրները մեջտեղ եկան, հիմա հստակ է, որ այլևս այդ երկիրները մեկ մասանոց գոլեմ քոյություն չունին, սահմաններու փոփոխություն դեղի պիտի ունենա, եւ այդ թվականներուն ամենաշատ անիրավված ժողովուրդը կամ ազգը, որ քյուրդերն էին, որոնց հայրենիքը մենք հայերս ճիշտ է որ վնասով դուրս եկանք, բայց վերջավորության փոքր հայրենիք ունեցան, բայց քյուրդերու բարակային ատկա մեծ թիվով ժողովուրդը երրորդ չորրորդ արաբներեն, թուրքերեն եւ իրանցիներեն յետքը չորրորդ ամենամեծ ժողովուրդն են միջին արևելքի մեջ, չեն գնար առանց հայրենիքի մնալ այլևս։ Եվ հիմա իրականության մեջ հարցը գվերապերի ադոր, որ Թուրքիո վրա մեկ կողմեն գտրվի բարդավորությունը իզիսիստեմ գրվելու, սակայն մյուս կողմեն նաև իր ասկային շահերը, ասկային ապահովական շահերը գմիդին, որ իրեն ամենակարևոր թշնամին եղող քյուրդերուն է, որ ինքը զարն է։ Եվ հետևաբար երկտիմի քաղաքականություն գվարե գոր այսօր, ցևոմը գահաճողի գոր, բայց մինչև երբ կրնաս բայկարը երկտիմի բայկարը դանիլ հստակ չէ, որովհետև եւ ադի մաստով գսեմ որ հեղուկ վիճակ է միջին արևելքի մեջը։ Ամեն մարդ կգարձե որ որ սկսավ քանի ամիսեն քանի դարիեն պիտի վերջանա իդ նորմալ կյանք չի գանանք բան։ Դարիներով շարունակվող բայկար է ասիգա եւ աս բայկարի հետևանքով գրիվներու հետևանքով բادرազմներու փոքր բادرազմներու հետևանքով Բիդիզնի մեկ նոր միջին արևելքում, որուն մեջ ինչ սահմաններու փոփոխություններ դեղի պիտի ունենան հստակ չէ։ Եվ այս իմաստով բոլոր պետություններն այլ հատկապես Թուրքիո պես պետությունը, որ
բավականին կարևոր է այդ շրջանի մեջ իբրև շրջանային ուժ, շատ ուշի ուշով գտի դաս բոլորը, որովհետև վերջավորության ինքը շատ լավ գիտե, որ 1923-ին ստեղծված թրկական հանրապետությունը, որ իրենք փորձեցին ներկայացնել թե ներքին եւ թե արտաքին իմաստով իբրև թուրքերու պետություն իրական չէր, որովհետև Թուրքիան միագուր ժողովուրդ ունեցող երկիր չէ, եւ այսօր շատ հստակ է, վերջին 20 տարիներուն առնվազն շատ հստակ կդառնա երթալով, որ Թուրքիո մեջ փոքրամասնությունները, որոնք 20-25 փոքրամասնություններ կան, ամեն մեկը արդեն ոտքի կանգնած է իր ազգային անցյալը վերագերդելու իմաստով։ Այո, գրնալալ իսլամ են, բայց նաև ազգային կամ կրոնական տարբերություն ունին եւ այլն, եւ այս բոլորը հիմնական մեծ հարց մնե։ Եվ աբական տեսնենք թե ինչ տեսակ հղի է աբական, ահարելի հղի է դակտապներով եւ այս դակտապներում մեջ այսինքն Թուրքիո ազգային ապահովության հարցի հիմնական հարց է իրենց համար, բերության համար, բայց նաեւ իրենք գիտեն, որ վտանգ կա իրենց երկրի մասնադումին։ Հիմա ասիգա որբեսի իրենք ծևոմը հերացնեն իրենց աս բաժակը գծու կամ ասպես լեղի բաժակը, իրենք մի ստեղծեն ուրիշ խնդիրներ։ Եվ ինչ է իրենց ստեղծած խնդիրը։ Իզիսը լարել քյուրդերուն դեմ, քյուրդերը լարել իզիսին դեմ, եթե քյուրդերը զորանան, իրենք քյուրդերուն հարված են, որբեսի քյուրդերը չկարողանան հարաճ խաղաց արձանագրել, եթե իզիսը զորանա, որ գրնա վտանգել նաև իր ներքին անթորությունը միջամուխ լալ, որբեսի ադիգա դեղի չունենա, եւ աս բոլորը գտեսնեք թե որքան դժվար քաղաքական իրավիճակի առջև գտնեն Թուրքիան, իսկ քիչ ավելի անտին անցնելով գարգինը փանալով մոդագա երկիրներն ալ խնդիրներով առջև են եւ հոս արդեն մեջտեղ գուկա այդ իրականությունը, որ մենք իբրև հայեր Հայաստան եւ Հայաստանի ազգային ապահովությունը ասղարմաղալի մեջը ինքնալ խնդրո առարգա է եւ զորավոր հենարանի հարց կա Հայաստանի համար, զորավոր հենարան ունենալ, որովհետեւ ասպոլոր արշավը որ գա փոքր Հայաստանը չի գնար թեմը տնել եւ ադոր համար է որ մեջտեղ գուկա Հայաստանի ազգային ապահովության իմաստով չարյաց փոքրակույնը եղող Ռուսաստանի հետ համալարելու իր ուժերը ինչ որ ասկանդարի է Հայաստանի մեջ դեղի ունենա գարկմանցեր չեն հասկանալ եւ չեն հավատար աս հարցին եւ գսեմ որ աս ռուսական օկուպացիա է եւ այլն, բայց միշտ կոմեն մի կարծեք որ մեր սեվաչկին համար մարդիկ բիդոկնեն մեզ է, ամեն մեկը իրենց ասկային շահը ունի եւ այդ ասկային շահը մեկնած է որ պիտի իր հարցերը առաջ տանի, հետեւաբար մենք ալ պետք է իրազեկել լանք, որ այս տեսակ բարականերու հզոր նեցուգը որ գա Ռուսաստանն է միան, որովհետև արևմուտքը չի գնար դալ մեզի այդ ապահովությունը երաշխիքը, որ մեր հանրապետությունը գրնա դոգալ եւ ինքզինքը ամրապնդել այս տեսակ շարժումներու դիմաց։ Մեկ հատ նայ լման ձով մգա իսլամության, որում մեջը մենք տաղված ենք, մենք սվինի գլուխն ենք, ասպես կոչված քրիստոնեական սվինի գլուխն ենք իսլամական ասմեց օվյանոսի մեջը։ Ցավալի բայց իրականություն դա է։ Անցնենք կարճ դաթարի, որից հետո կշարունակենք հարգելիներս կարճ դաթար։ Դեռևս ունեմ մի քանի հարց, նամանավանդ որ արդեն տեղափոխվեցինք դեպի Հայաստան աշխարհ տարածաշրջանին։ Սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, շարունակում եմ զրույցս դոկտոր Կարո Մոմջյանի հետ եւ այսօրվա մեր հիմնական նյութն է իսլամական պետությունը սպառնալիք է ողջ աշխարհի համար։ Կարո, վերադարձանք մեր տարածաշրջան, Հայաստանի տարածաշրջան եւ ինչպես շեշտեցիք, գրեթե միակ երաշխիքներից մեկը Ռուսաստանն է, որ կարող է այդ կացության մեջ մեջ կանգնել, այսպես ասած, բայց կուզենայի վերհիշենք նաև նույն տարածաշրջանում մեր հարևան Իրանը, որը որ թեպետ երկար տարիներ է պատժամիջոցների մեջ է, բայց եւ այնպես վերջին շրջանում արդեն ձերբազատվում է այդ պատժամիջոցներից, նա նույնպես իսլամական երկիր է
հանձինս վերջին շրջանում կրոնականներն են ղեկավարում երկիրը եւ Իրանի վերջին շրջանի խորհրդավոր լռությունը կամ пассивությունը այս խնդրով առարկա երկրների գործունեությունների մեջ ինչպես եք գնահատում կամ ինչով է պայմանավորված նրա լռությունը։ Նախ ասենք, որ Իրանը ատկանալ пассив չէ տեղի ունեցող դեպքերու նկատմամբ։ Իրանի համար նախ երկու հարց գա։ Մեկը պետք է ճշտենք, որ իսլամական ժողովուրդներու մեջ կա շերտը, որը ազգային գիտակցություն ունի եւ այդ կուկա իր հնավուրց, ասպես կոչված ազգ լալու հանգամանքեն, որը գշրջանցե է ցևոմը իր գրոնական պատկանելիությունը։ Իրանը այդ տեսակ երկիրները մեկն է։ Ճիշտ է, որ այսօր Իրանի մեջ իսլամական հեղափոխություն տեղի ունեցավ եւ այսօր երկիրը գժանցվի իբրև ջումհուրիա իսլամի, սակայն իրականության մեջ նույնիսկ այս մուլլաները, որ ղեկավարեն Իրանը, շատ լավ գիտագից են, որ աս ժողովուրդը, աս ազգը 4-5000 տարվա պատմություն ունեցող ազգ է եւ ազգային բանը շեշտված է իրենց մեջը գրոնական է ավելի։ Այս իմաստով գդարբերին սյուննի ծայրահեղականները, որ միջին արևելքի մեջ գդարացվի երտալով, որոնք ազգային այդ գիտակցությունը ունին։ Երկրորդը նորեն իսլամ ազգն է, որ թեև սյուննի մեկ մասը, մեկ կարևոր մասը, սակայն նաև իրենց մեջ վերջին 100 տարվա ընթացքին ազգային գիտակցությունը սկսած է դեղը հասնել, ուր այսօր գշրջանցե եւ գանցնի իրենց կրոնական բանը եւ ադալ քյուրդերն են եւ հետեւաբար աբակային հայ քաղաքական միտքը հարաճիգա հանգրվանին եւ ցևոմը իբրև գշիրը ստեղծելու Ռուսաստանի հարահետ հարաբերության, որովհետեւ մենք գիտենք, որ Ռուսաստանը ասին չէ, որ այո, կպաշտպանեք ես, բայց ադոր դիմաց քինգ ուզե վճարեցնել քեզի։ Հայ քաղաքական միտքը աստեղ պետք է որոշ հանջարեղ ցև գտնե դիվանագիտական իմաստով ստեղծելու ադոր բալանսը եւ ադոր բալանսը աբակայի գգայանա Իրանի եւ աբակա Քյուրդիստանի իսկ նույնիսկ այսօր ներկա քյուրդական իրավիճակի հետ հadouk գաբեր մշակելու գարելիություններ են, որտեղ այդ երկու ժողովուրդները կամ ազգերը ցևոլմը գրնան բալանսը հանդիսանալ ամբողջովին Ռուսաստանի կողմէ չգլանվելու իմաստով Հայաստանի, որովհետև վերջավորության Ռուսաստանը հավասար չի դիտեր իր տաշնագիցներուն, ժամանակին հռոմեական գայսրությունը ուներ ասպես բամը գսեր տաշնագից եւ բարեկամ պետություն է, բայց իրականության մեջ շատ լավ բարեր են տաշնագից եւ բարեկամ պետություն, բայց իրականության մեջ կնշանակեր, որ իրենց կողմէ ղեկավարված է։ Ռուսաստանն նույն ցեվով գնայ հարցին, տաշնագից եւ բարեկամ պետություն գսե Հայաստանին, բայց գսե կո ամեն ինչը դիմ ցերկս վիլլա, որբեսի հոն չհասնենք, հայկական քաղաքական միտքը պետք է նոր ջարակայություններ արձանագրի դիվանագիտական իմաստով եւ այդ դիվանագիտական հարցը գվերապերի Իրանի եւ քյուրդերուն, որովհետեւ մենք կարողանանք թե արաբական խալիֆայության եւ անոր հագաստեցություններն, թե թրքական սատրանքներն եւ թե ադրբեջանական սատրանքներն կամ ասփոլորին թեմ կարողանանք պաշտպանվել, մենք շատ զորավոր ասպես դիվանագիտական ջգուն քաղաքականությունը պետք է ունենանք, դժբախտաբար իբրև քաղաքական թեդ ես կնայեմ մեր Հայաստանի ղեկավարության եւ 20 տարվա ընթացքին անկախութենեն ի վեր, այսինքն գրեթե 25 տարի բիլլա, դժբախտաբար մենք շատ ավելի պետք է զարգացած դիվանագիտական գարելիություններ ունենայինք։ Մենք դինամոն պետք է լայնք այդ շրջանի մեջ աս հարցերը իրար գաբող եւ այլն։ Դեռ ժամանակ ունենք արժևնից, բայց աս բոլորը գենթատրեն նաեւ, որ այսինքն ասկային շահերը մեկնած գարավարություն եւ ղեկավարություն ունենած, որոնք հասկանան այս հարցի կարեւորությունը, որովհետեւ ասկի աբական եւ հանրապետության աբական Հայաստանի հանրապետության այս դիվանագիտութեն են կախված է բալաբեկ։ Կարո 100-ից 100 համաձայն եմ ձեր հետ, բայց կուզենայի, որ ավելի, այսպես ասած, ռեալ ինչ ունենք այսօրվա վիճակում այդ տեսանկյունից հարցը կրկին շեշտել։ Կուզես ասեմ, որ ողբալի է վիճակնից այսինքն ոչ, մենք ունեցանք օրինակ, երբ
Իրանը առաջարկեց Հայաստանին շատ ավելի էժան գազ եւ այս թեմայով մենք զրուցել ենք եւ նմանատիպ մի շարք օրինակներ, որը վառ ապացուցեց, որ ճիշտ է, մենք անկախ երկիր ենք, բայց եւ այնպես իբրև անկախ երկրի դիվանագիտություն չենք կարողանալու, չենք կարող մինչ օրս թելադրել մեր հարևան երկրներին եւ մեր հարևան երկրներն էլ քաջ գիտակցում են մեր կախվածությունը չափից ավելի կախվածությունը Ռուսաստանի հետ։ Աջոկը միտքս կուկա։ Գիտես իրականությունը դերևս ասենք մենք atkan սեր ունենք Ռուսաստանի հանդեպ, որ անսահման է մեր սերը։ Սահման չունենք Ռուսաստանի հետ։ Այնքան Իսկ եթե սահման ունենայինք, դերևս շատ ավելի կլայենտելի բանով գկապեինք։ Սա ճիշտ է։ Այնքան անսահման է, որ փաստորեն մեր արտաքին հարաբերությունների մեջ, հատկապես այդ տարածաշրջանի թելադրողը փաստորեն Ռուսիո իշխանությունն են։ Միգուցե սխալվում եմ, թո Աստված ինձ ների, բայց եւ այնպես իրականությունը մնում է իրականություն։ Ճիշտ է, Փալաբեկ, բայց ես նորեն գահավադամ, որ մենք իբրև ժողովուրդ եւ ազգ, թերևս ազգ լալու ասջանին չենք հասած դեռ, որովհետեւ ադիգա հadouk ենտակիդակցություն մգուզե զարգացնել մեջդ, որը չեմ տեսներ, հատկապես օրինակ համար եւ օրգանային Հայաստանի ժողովուրդ, Սփյուռքի ժողովուրդ եւ Դագավի մեկ ժողովուրդ լալու այդ սկացումը չունի, բայց ինչևից է։ Ես կգարձեմ, որ այս փոլորին թեղադոմսը մեկ բան է։ Պետք է ունենաս քաղաքական ղեկավարներ, որոնք գիտեն քիչ մնալ քաղաքական գամբ բարդատրել դիմացիններուն վրա։ Ադիգա գրնաս ունենալ, երբ որ անձնական շահե մեկնած չես երգիր շինելու, եգրաշինության, հանրապետաշինության, ասկաշինության կորձի մեջ, այլ գմեկնիս ասկի շահերեն։ Եթե մենք ունենանք այդպիսի ղեկավարություն, շատ թյուրությամբ կրնանք այդպիսի թիվանակիդական բան մեքենա, դինամոմը շինել։ Հոն է հարցը։ Ես չեմ ասել, որ այսօրվա ղեկավարները ամբողջովին բան են, գրնան փոխվել, բայց թողոսկան այս հարցի կարևորությունը եւ մեկ թողոսեն, որ դեղմը ես շահակցական հարցեն դուրս գալով պիտի քիչ մնալ ասկային շահի բանով մոդենամ հարցին։ Հիմա որ ամենն հարստացան լավ են վիճակով եւ այլն, այսինքն այդ բաներ տոտեն։ Իսկ եթե չեն կարող ադիգա անել, ես կգործեմ, որ իրենք պետք է ասեն, որ այս հանրապետության շարունակությունը, ասկային ապահովությունը եւ այլն պիտի չի գրնանք մենք գնել, սո ուրիշներու դանք որ գրնան ադիմաստով մտածել։ Աս հիմնական բանի արժև գեցած ենք մենք։ Այլընտրանքին արժևն ենք հիմա իբրև ժողովուրդ։ Եվ ժողովուրդ եւ ղեկավարություն պետք է նստին մտածեն ասարցին մասին։ Այս մյուս բոլոր բաները որ գլա շքանշաններու դվճություն, Հայաստան սփյուռք հարաբերություններ եւ այլն շղարշեն։ Ոչ մեկ բան չի եղած իրականության մեջ վերջին 25 տարվա ընթացքին, ուր ասկային գիտակցությունը, ասկային եսի, հայ ասկային եսի գիտակցությունը, որը համադարած է ամբողջ հայության բարակային, մեջտեղ բերվի։ Ուրեն մենք ինչու չենք կրծած at մեկը անել, այսինքն մեզի գբաքսին հանջարեղ միտքեր, չէ, ամեն ինչ նա ունենք, բայց արիթը չի դրվի, որ աս մարտիկը ելեն եւ իրենց ասելիքը ասեմ, որովհետեւ երգիր այդպիսի գացության մեջ ենք, դժբախտաբար պիտի ասեմ, որ մեր ղեկավարությունը խափանել գուզա տեսակ ցայները։ Այդ տեսակ առողջ ցայները, առողջ մտքերը կան։ Այդ առողջ մտքերուն արիթ պետք է դալ, որբեսի կան եւ պլաններ տնեն։ Քաղաքական պլաններ, ռազմական պլաններ, դնդեսական պլաններ եւ այն, բայց մենք դեսեք որ ամեն ինչի մեջ յետևենք եւ յետև գերտանք որ հոսե հիմնական հարցը մեր։ Գերմոմ ջան, շնորհակալություն։ Խնդրեմ։ Հետաքրքիր զրույցի համար ափսոսում եմ որ ժամանակը մեր սպառվեց, դեռևս ունեմ մի քանի հարցեր, բայց եւ այնպես տարածաշրջանի տակ իրավիճակը մեզ ստիպելու է որպեսի այս նույն հարցերի շուրջ կրկին հանդիպենք։
բայց միան խոսելով աբուր չեպիր, գիտես, այսինքն պետք է տեսնել մյուս կողմենա, որ փամը գբադա Իգոր։ Կարո ջան, մեր հերոստա ժամը դիտում են ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ ռադիոհայքի միջոցով նաև ողջ Եվրոպայում եւ իսլամական երկրներում վստահ եմ, որ Միացյալ Նահանգների այսպես ասած ուղեղների ձայնն էլ ի հասը կհասնի ամբողջ աշխարհի հայության, ամբողջ հայության։ Եվ այսօր տարածաշրջանն է ստիպում մեզ, նոր կացություններն է ստիպում մեզ, նոր կրակներն են ստիպում մեզ, որ մենք ունենանք իրոք համահայկական իշխանություն։ Վերադեսության պետք է համահայկական, որովհետեւ մի ինստիտուտ նոր պետք է ձևավորվի եւ այս խնդիրներին լուրջ վերանայենք 25 տարի իդ գնանք եւ նորից առաջ վերադառնանք, որովհետեւ հիմնական բանը բարերով չեն, մեր դրոշն ու մեր հիմնը միայն այդպեսին չի, ամեն մի թիսողի համար, ամեն մի սանտիմետր դրոշի համար արուն է թափված։ Վստահ եմ, որ մեր ղեկավարությունը, մեր իշխանությունը, մեր ազգը այդ գիտակցությանը կգա մի օրը եւ բոլորս համատեղ ուժով բրոնզ կդառնանք եւ գոնե կդիմագրավենք մեր տարածաշրջանում այս նոր կացություններին, նոր պատերազմներին։ Հարգելիներս, մնացեք բարև, կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն կայանից, նույն ժամով, նորություններով։ Ցտեսություն ձեզ։